Ղուկաս 18 Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը։ Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան։ Ասաց. մի քաղաքում մի դատավոր կար, Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում։ Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. իմ ոսոխի դեմ իմ դատը տես։ Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում։ Դրանից հետո իր մտքում ասաց. թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի։ Եվ Տերն ասաց. լսեցեք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը։ Իսկ Աստված արդարություն չի անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատար կլինի։ Այո, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի։ Իսկ երբ մարդու որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի։ Փարիսեցին և մաքսավորը։ Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենցով պարծենում էին, թե արդար են, և արհամարհում էին ուրիշ շատերին։ Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու, մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. Աստված իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը, այլ շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում և 10-րդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից։ Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. Աստված, ներիր ինձ, մեղավորիս։ Ասում եմ ձեզ, սա իջավ իր տունը արդարացած, ոչ թե մյուսը, որովհետև ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի։ Հիսուս օրհնում է մանուկներին։ Մանուկներին էլ մոտեցնում էին նրան, որպեսզի նրանց դիպչի։ Երբ աշակերտները այդ տեսան, սաստեցին բերողներին։ Իսկ Հիսուս կանչելով մանուկներին իր մոտ ասաց. թույլ տվեք այդ մանուկներին, որ ինձ մոտ գան և մի արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծո արքայությունը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ Աստծո արքայությունը չընդունի, ինչպես մի մանուկ, այնտեղ չի մտնի։ Հարուստ իշխանավորը։ Մի իշխանավոր նրան հարցրեց և ասաց. Բարի վարդապետ, ինչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Հիսուս նրան ասաց. ինչու ինձ բարի ես կոչում, ոչ ոք բարի չէ, այլ միայն Աստված։ Պատվիրանները գիտես. մի շնացիր, մի սպանիր, մի գողացիր, սուտ մի վկայիր, մեծարիր քո հորը և մորը։ Եվ նա ասաց. այդ բոլորը պահել եմ իմ մանկությունից։ Երբ Հիսուս այս լսեց, ասաց նրան. դեռ մի բան պակաս է քեզ, ինչ որ ունես, վաճառիր և տուր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս, և արի իմ հետևից։ Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր։ Երբ Հիսուս նրան տեսավ տրտմած, ասաց. ինչքան դժվարությամբ Աստծո արքայություն կմտնեն նրանք, որոնք հարստություն ունեն։ Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի,
քան թե մի մեծահարուստ Աստծո արքայությունը մտնի։ Եվ նրանք, որ լսեցին, ասացին. իսկ ով կարող է փրկվել։ Եվ նա ասաց. ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է։ Եվ Պետրոսն ասաց. ահա մենք մեր ամեն ինչը թողեցինք եւ եկանք քո հետևից։ Եվ Հիսուս ասաց դրանց. ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տունը կամ ծնողներին կամ եղբայրներին, կամ կնոջը կամ զավակներին Աստծո արքայության համար, եւ այս ներկա ժամանակում բազմապատիկ չստանա ու հավիտենական կյանքը չժառանգի այն աշխարհում, որ գալու է։ Կրկին կանխազատություն մահվան եւ հարության մասին։ Եվ 12-ին առանձին մի կողմ տանելով նրանց ասաց. ահավասիկ ելնում ենք դեպի Երուսաղեմ, եւ մարգարեների միջոցով մարդու որդու մասին բոլոր գրվածքները պիտի կատարվեն, որովհետև նա պիտի մատնվի հեթանոսներին եւ պիտի ծաղրվի։ Նրան պիտի ձաղկեն ու սպանեն, եւ երրորդ օրը հարություն պիտի առնի։ Եվ առաքյալները այս բոլորից ոչինչ չիմացան, այլ խոսքը նրանցից ծածկված էր, եւ ասվածքները չէին բռնում։ Երիքովի կույր մուրացկանի բժշկումը։ Երբ նա մոտենում էր Երիքովին, ճանապարհի վրա նստել էր մի կույր մուրացկան։ Երբ սա լսեց, որ ժողովուրդը անցնում է, հարցրեց, թե այդ ինչ է, եւ նրան պատմեցին, թե անցնում է Հիսուս Նազովրեցին։ Նա աղաղակեց եւ ասաց. Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Եվ առջևից գնացողները սաստեցին նրան, որ լռի։ Իսկ նա առավել եւս աղաղակում էր. Դավթի որդի, ողորմիր ինձ։ Հիսուս տեղում կանգնեց եւ հրամայեց իր մոտ բերել նրան։ Եվ երբ կույրը մոտեցավ, նրան հարցրեց եւ ասաց. Ինչ ես կամենում դու, որ ես քեզ համար անեմ։ Եվ սա ասաց. որ բացվեն աչքերս եւ տեսնեմ Տեր։ Եվ Հիսուս նրան ասաց. նայիր, քո հավատը քեզ փրկեց։ Եվ իսկույն կույրը տեսավ, գնում էր Հիսուսի հետևից եւ փառք էր տալիս Աստծուն։ Եվ ամբողջ ժողովուրդը տեսնելով այս, Աստծուն գոհություն էր տալիս։